Շատ կարևոր է, որ նաև նախագահը, երկրորդ նախագահը սրա մասին խոսեց, ես եմ բազմաթիվ անգամներ խոսել համաներման հետ կապված, խնդրի հետ կապված, որը արդեն դարձել է մեր նախընտրական խոստում եւ նախընտրական դրույթ, համաներման հետ կապված եւս մեկ անգամ օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ մեր իշխանության գալու պարագայում այդ համաներման հարցը քննարկվելու է, ձեզ կարող եմ մի հատ օրինակ բերել վարորդական իրավունքի հետ կապված, խնդրի հետ կապված մարդը գտնվում է օրինակ քրեակատարողական հիմնարկում եւ սա նմանատիպ շատ ու շատ խնդիրներ կան, որը որ պետք է վերանայվեն։ Ես շատ փակագծեր չեմ բացում, որովհետեւ դրա ժամանակը չկա, ինձ թվում է առանձին դա խոսելու թեմա է, բայց այն որ եւս մեկ անգամ ուզում եմ օգտվելով առիթից հայտարարել, որ 7 տարի է Հայաստանում համաներում չի եղել, իշխանությունները հրաժարվել են համաներում անելուց, դա միջազգային ընդունված պրակտիկա է, տարբեր երկրներում համաներումը լինում է եւ այսօր իշխանություններն ասում են, որ համաներում չի լինելու։ Մենք ասում ենք, որ համաներում լինելու է։